Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են։ Հունիսի 2-ին Սևանի թիվ 4 գալիք մսուր մանկապարտեզում տեղի ունեցավ Սպորտլանդիա։ Երեխաները նախ ներկայացրին, թե ինչքան կարևոր է մաքուր պահել շրջակա միջավայրը, այնուհետև խաղ մրցույթի միջոցով կարողացան տեսակավորել աղբը։ Սպորտլանդիան ուներ ինչպես բնապահպանական, այնպես էլ առողջ ապրելակերպով զբաղվելու խորհուրդ։ Գալիք մանկապարտեզում անցկացված Սպորտլանդիան համատեղել էր բնապահպանական եւ առողջ ապրելակերպի բաղադրիչները, որոնք հնարավորություն ընձեռեցին փոքրիկներին համադրելու հաճելին եւ օգտակարը։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված ի թիվս Սևան համայնքում նախատեսված 1 տասնյակից ավել միջոցառումների եւ նախաձեռնությունների անցկացվել է նաեւ նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների եւ երիտասարդների համար։ Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է նկարչական թեմատիկ աշխատանքներ, որոնց գնահատման ընթացքում հաշվի են առնվելու նկարչական աշխատանքների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը եւ գաղափարի ինքնատիպությունը։ Հունիսի 9-ին կներկայացվեն մրցանակակիր 3 լավագույն աշխատանքները։ Հունիսի 3-ին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում Դդմաշենի Վիկի ակումբ կրթական ծրագրի շրջանակներում ստեղծվել են թեմատիկ նյութեր՝ ազատ բովանդակությամբ հոդվածների ստեղծում, կայուն եւ վերականգնվող էներգիայի արդյունավետ օգտագործում թեմաներով։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Դդմաշենի Վիկի ակումբ կրթական ծրագրի սաները Վիկիպեդիա առցանց ազատ հանրագիտարանում ստեղծել են մի քանի տեղեկատվական հոդվածներ էներգետիկ շրջադարձ, էներգաարդյունավետություն, կայուն տրանսպորտ կամ կանաչ տրանսպորտ, հիդրոէներգիա, էներգախնայողություն թեմաներով, որոնք տեղեկություն են հայտնում կայուն էներգիայի մասին։ Դդմաշենի Վիկի ակումբ կրթական ծրագրի սաները ներկայացրին, թե ինչ է վերականգնվող եւ չվերականգնվող էներգիան, ինչ է արևային էներգիան, ինչպես կարելի է ստանալ էներգիա արևի ջերմությունից, ինչպես նաեւ լուծեցին կայուն էներգիայի թեմայով խաչբառ։ Ցուցադրվեց նաեւ էներգախնայողության մասին ուսուցողական տեսանյութ, ինչին հետևեց Դդմաշենի Վիկի ակումբ կրթական ծրագրի սաների ներկայացրած էներգախնայողության տվյալները։ Կայուն էներգիա թեման իհարկե առաջարկը եղավ եւ մենք չմերժեցինք, մենք սիրում ենք նման թեմաներով նոր թեմաների շուրջ աշխատել, պարտադիր աշխատում ենք որակի վրա, աղբյուրների վրա, որպիսի ամեն հոդված տեղադրելուց առաջ բոլոր աղբյուրները հավաստի լինեն։ Մենք մի 5-6 հոդված ենք ստեղծել՝ էներգախնայողություն, էներգաարդյունաբերություն, կայուն տրանսպորտ, հիդրոէներգիա, էներգետիկ շրջադարձ, այդ թեմաներով, որոնք գցել էինք մեր միջոցառման ընդհանուր տեղեկությունների հետ, ամեն մեկը ով ցանկանում է, եթե ինչ-որ սխալներ նկատվում են, կարող են իրենց ձեռքով խմբագրել եւ ուղղել այդ սխալները, ոչ մի փակ բան չկա։ Դրա համար է կոչվում հենց ազատ հանրագիտարան։ Սևան համայնքում մայիսի 10-ից անցկացվում են Եվրամիության կայուն էներգիայի օրերը, արդար եւ մրցունակ կանաչ անցման խթանումք կարգախոսով։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է միավորել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին եւ այլ շահառուների տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաեւ էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ դրանց իրականացման խթանման նպատակով հանուն մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։ Սուրեն Բարսեղյան, Գնել Վանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաղուր։